Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում, եկել եմ այսօր ձեզ ցույց տալու, թե ինչպես են հապալասները ծաղկել։ Հապալասների որոշ տեսակներ ունենք, որ արդեն ծաղկել են։ Սա դյուկ տեսակի հապալասն է։ Ինչպես տեսնում եք, շատ լավ կոկոմներ ունի, արդեն բացվել են։ Սրանք հապալասի ծաղիկներն են։ Շատ գեղեցիկ ծաղիկներ ունի։ Եվ նշեմ, որ մի տեսակ շատ քաղցր բուրավետ հոտ ունի։ Սա վաղահաս սորտերից մեկն է, դյուկը։ Եվ նշեմ, որ 4 տարեկան թուփ է մեզ մոտ։ Եվ ասեմ, որ բավականին շատ ծաղիկներ ունի վրան։ Թողել ենք, որ տեսնենք ամբողջությամբ, եթե ծաղիկները չենք մաքրում, չենք ետում, ապա որքան կարող է բերքը պահել։ Հիմա ցույց տամ նաև մյուս տեսակները, որոնք ծաղկել են մեզ մոտ։ Դուք ուշադրություն դարձրեք ծաղիկների երանգներին, ինչպես են դրանք փոխվում ըստ իրենց տեսակների։ Սրա վրա կարող ենք տեսնել կարմիր բծեր, իսկ մյուսները առանձնանում են իրենց արդեն արտաքին տեսքով։ Ահա եկա ցույց տալու մյուս հապալասը։ Սա էլ արդեն բոնուսն է։ Ինչպես տեսնում եք, սրա ծաղիկներն էլ տարբերվում են մյուսներից, սա էլ բավականին սպիտակ ծաղիկներ ունի, արդեն առանց կարմիր բծերի, մի փոքր ավելի կլորավուն ծաղիկներ են ծաղիկները, սրա վրա իրականում քիչ ենք թողել բերքը, ահական, բայց քիչ ենք թողել բերքը, ամեն դեպքում, որպեսզի տեսնենք ինչ պտուղներ կստացվի և համեմատենք մյուս հապալասների հետ, տեսնենք, որն ավելի համեղ կլինի, որը ինչ բնութագիր կունենա։ Հիմա գնանք տեսնենք երրորդ հապալասը, որն արդեն ծաղկել է նորից։ Սա արդեն երրորդ տեսակն է, սա նոր սելեկցիայի արդյունքում ստացած սորտ է, տիտանիում է կոչվում, ինչպես տեսնում եք, սրա ծաղիկներն էլ կարելի ասել կանաչ են։ Մյուսներից էլ սա այսպես է տարբերվում։ Ծաղիկներով կարելի է անգամ տարբերել, որը որ տեսակն է։ Եթե ձեզ հետաքրքրի այս տեսակը, կարող ենք սրա մասին ավելի մանրամասն տեսանյութ նկարահանել, որպեսզի սրա բնութագրի նույնպես ծանոթանաք։ Հիմա կտեսնենք այս երեքից, որը ինչ տեսակի, ինչ համի բերք կստանանք, ինչ չափի կլինեն և պահպանումը կփորձենք պահպանել, տեսնել, քանի օր կպահպանվեն սենյակային պայմաններում և իհարկե արդեն սառնարանային պայմաններում։ Առաջիկայում ցույց կտամ արդեն բերքերը ըստ չափերի և տեսնենք ինչպիսի արդյունք կստանա։ Իսկ դուք սիրելի հետևորդներ, ահա եկել եմ խոստացված տեսանյութի շարունակությունը ձեզ ցույց տալու, երկուսը մեկտեղ մեկ տեսանյութով ցույց կտամ, որպեսզի ձեզ համար ավելի պարզ և հասկանալի լինի, ինչ է կատարվում։ Կհիշեք, սա մեր մոտ դյուկ տեսակն է, որը շատ լավ ծաղկել էր, մի փոքր կարմիր երանգի ծաղիկներ ուներ, ահա ինչպես տեսնում եք, բերքը արդեն մեզ մոտ այսպիսի վիճակում է, շատ լավ վիճակում է։ Այս օրերին տեղացած անձրևներն ու կարկուտը իհարկե որոշ տեսակների վրա իրենց ազդեցությունը թողեցին, բայց համենայն դեպս դյուկը այս պահին շատ լավ վիճակում է գտնվում։ Սա համարվում է շատ բերք ունեցող թուփ, քանի որ թուփի վրա եղած տերևները ավելի քիչ են, քան պտուղները։ Դուք այդպես կարող եք հասկանալ, ծանրաբեռնված է ձեր հապալասը, թե ոչ։ Սրանք բոլորը նույն թփի հապալասներն են, շուտ և ուշ ծաղկած հապալասներ են, այստեղ 1-2-ն էլ դեռ ծաղկում են, ծաղկման ընթացքի մեջ են։ Հիմա ես ձեզ ցույց կտամ նաև մյուս տեսակները։ Ահա, սա էլ էլիոտն է, այն էքսպերիմենտալ տեսակն է, որի մասին խոսում էի։ Ահա, բռնել է, բավականին հետաքրքիր պտուղներ ունի։ Ասեմ, որ պտուղները մեկը մյուսից, եթե ուշադիր ենք լինում, տարբերվում են։ Իհարկե պետք է խոր ուսումնասիրես, որպեսզի հենց միայն պտղից հասկանաս, որ տեսակի հետ գործ ունենք։ Իսկ սա արդեն մեզ մոտ բոնուսն է։ Ահա, հիմա գնամ մյուսներն էլ ցույց տամ։ Սա էլ տիտանիում տեսակն է, սիրելի հետևորդներ։ Սա այս 2-3 շիվը թողել էին, որպեսզի միայն ես նկարահանեմ, տեսնենք ինչպես կստացվի, սա շրջանաձև
լավ փոքր, այս պահի դրությամբ դեռ փոքր հապալասիկներ են։ Ասեմ, որ կարկուտը մեզ էլ բավականին վնաս տվեց։ Ահա, եթե տեսնեք, տերևները ամբողջությամբ այսպես պատառել է։ Ահա։ Հուսով ենք, որ սա վնաս չի տա հետագայում սնկային հիվանդությունների առաջացման պատճառ չի լինի, իհարկե սրսկվել է, բայց ահա կարող եք տեսնել ինչ վիճակում են գտնվում մեր բույսերը։ Կան որոշ տեսակներ, որոնց պտուղն է վնասվել, որոշ տեսակներ էլ, որոնց վրա միայն մեծ մասը թփեր էին, այսպես թփերն են վնասվել։ Սրա վրա որ քիչ է, շատ քիչ է, պտուղները հա տեսեք ինչ մեծ են, դեռ չեն հասունացել, դեռ վաղ է հասունացման մասի խոսելու, բայց տեսեք ինչ մեծ են պտուղները։ Ահա, կարող եմ ցույց տալ այստեղ հարվածը, երբ որ կերել է կարկուտից հարվածը, արդեն այս վնասված հապալասներ ունենք այստեղ։ Դեռ չգիտենք առաջիկայում ինչ եղանակներ են մեզ սպասվում, հուսով ենք, որ կավարտվեն այսքանով կարկուտները եւ բերքը չի վնասվի այլևս։ Այսքանը սիրելի հետևորդներ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը, իսկ այստեղ շատ տեսանյութեր կան, շատ տարբեր մշակաբույսերի, ծառերի, բանջարապեղուստանային կուլտուրաների մասին։ Դե ինչ, կհանդիպենք։